Զորացրված զինվորներին, հետո նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աշխատաշուկա հասցնելու փորձն աչքի տակ ունենալով, Աշխատանքի ու սոցհարցերի նախարարությունը որոշել է գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված քաղաքացիներին ևս ուղղորդել այդ տարբերակով։ Նրանք առայժմ միայն Կոտայքի ու Սյունիքի մարզերից են։ Պետությունը նախ առավելագույնը 250,000 դրամ կփոխհատուցի գործատուին հնգամսյա ոչ ֆորմալ կրթության համար, որից հետո գործատուն կպարտավորվի վերջինիս հետ առնվազն կես տարվա աշխպայմանագիր կնքել դարձյալ պետության աջակցությամբ, մինչև 50,000 դրամ հարկային ծախսերից ազատվելով։ Երկրորդ տարբերակով աշխատունակ, բայց անապահովի կարգավիճակ ունեցող քաղաքացուն առնվազն 6 ամսով աշխատանքի ընդունող գործատուին գործադիրն առաջարկում է 3 ամիս աշխատավարձի եւ հարկային վճարումների փոխհատուցումներ տալ, ամսական 165,000, եւս 3 ամիս մինչև 50,000 դրամ միայն հարկերի համար։ Ամենը չէ, մեկ բաղադրիչ էլ ավելացնում են։ Եթե գործատուն աշխատողի հետ, այսինքն այս պարագայում աշխատունակ նպաստառուի հետ պայմանագիրը կնքում 6-ից մինչև 11 ամիս, ապա պետությունը առաջի 6 ամիսը փոխհատուցում է տվյալ աշխատողի աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ ավել կամ 50,000 դրամ։ Եթե գործատուն կնքում է 12 եւ ավելին ամիսներ պայմանագիր, ապա այս պարագայում պետությունը փոխհատուցում է գործատուի աշխատավարձի ծախսերի 70%-ը, բայց ոչ ավել կամ 75,000 դրամ։ Ծրագրի փորձնական այս փուլում աշխատանքի գերատեսչությունը շահառուների առավելագույն 400 թիվն է սահմանել։ Փոխնախարարը նշում է, մաթեմատիկական հստակ բաժանում չկա, թե 200 տեղը կոտայքցիների, 200-ը սյունեցիների համար է։ Մարզերի պահանջարկից է ամեն բան կախված։ Խիստ թվաբանությունը միայն բաղադրիչների համար է, այսինքն ծրագրի առաջին կետով ոչ ֆորմալ կրթություն ստանալով առնվազն 6 ամսյա աշխատանքի հնարավորություն կունենան 70 անապահով քաղաքացիներ։ Երկրորդ բաղադրիչից աշխատավարձի ու հարկային փոխհատուցումներից 130 գործատու կօգտվի, երրորդից մինչև 1 տարվա աշխատավարձի 50-ից 75% փոխհատուցումներից 200։ Ուսումնասիրություն ցույց են տալի, որ գործատուները պահանջարկ ունեն աշխատողների եւ շեշտադրելով որակյալ այս գործիքները առաջի երկրորդ գործիքը դա որակավորում տվող հենց գործիքակազմն է, որ մարդուն հնարավորություն տալի հմտություններ ձեռք բերելու ու համապատասխանաբար նաև աշխատաշուկայի պահանջարկը բավարարելու դրանով իրենց գիտելիքներով։ Կոտայք Սյունիքում ի դեպ այս պահին ընդհանուր առմամբ 286 աշխատունակ քաղաքացի կա, որ անապահով է ճանաչվել։ Եթե օրինակ էլեկտրոնային համակարգին համաձայնություն տան, աշխատանքի տեղավորման ծրագրի պոտենցիալ շահառու են։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։